Հարգելի հետևորդներ, նշենք, որ այստեղ արդեն դրոնով ջրի ամբողջ հոսքը մոտ 2 կիլոմետր նկարահանված էր եւ նայում էին կադրերը, որևէ բան նկատելի չէր։ Այս հատվածում եւս այս պահին նկարահանումներ են իրականացվում վերևից։ Մենք ուզում ենք այդ նկարվող հատվածը, որ հատվածում կարող ենք տեսնել դրոնով նկարելը։ Ինչպես է ասում։ Դրոնով Վերև չի բարձրանում, այս սարքը։ Այս սարքով ինչ են անում, այս կներկայացնեք։ Այս սարքը ես չեմ կարող ներկայացնել, բայց ինքը ջրի մեջ է։ Կամերա որ ջրի հատակը նայենք։ Նայել եք արդեն թե Հեսա պատրաստում ենք, նոր ենք սկսում։ Նոր ենք սկսում։ Ինչ խորությամբ ու ինչքան, հա, Ինչքան խորը լինի մենք կարող ենք նայել։ Իսկ երկայնքը։ Երկարությունը պետք է լոդկով հիմա մտնելու ենք, լոդկա պետք է մտնենք, մեկը սկսի, թիավարի, մյուսս արդեն հատակը ստուգենք։ Այս հոսքով կարելի է։ Այս հոսքով չէ, այն ապնենք, հա, այն ֆրացող տեղը։ Այսինքն էլ խնդրենք ժողովրդին, այդ ակումուլյատորները հանի, դուր տանեն թափով դնեն զայրատկի բերեն, էլ էսի միջև լոդկեն բերեն հասնեն մեզ, էլի, քել, դուր հանի կարս դնենք ստե։ Այն over բանիսաններ շքտեն էին, Ժողովուրդ մի բան խնդրեմ էլի, այս ով կարա տանի մի տես այրատկա տնի։ Որ ախպերս էլի խապիկին մոտ տնեն զայրատկա։ Ես սովորական շվեցել ես եվրո բանը։ Երեսակը դնեն։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ Մարմարիկում շարունակվում են երկուամյա փոքրիկի որոնողական աշխատանքները։ Այս պահին մենք գետի ավելի վարար հատվածում ենք եւ քիչ անց այստեղ ջրի հատակը կնկարահանվի, որպեսզի պարզ լինի արդյոք որևէ հուշող բան կա այստեղ թե ոչ։ Նշենք, որ դրոնով նկարահանումները որևէ հուշող բան ցույց չեն տվել, մոտ 2 կիլոմետր երկայնքով այստեղ նկարահանում իրականացվել էր, բայց հագուստի կամ որևէ այլ մասում անգամ չի եղել ջրի մեջ։
եւ ամբողջ գետի երկայնքով այսօր դրոններով եւս նկարահանումներ իրականացվելու են, որպեսզի ամբողջական պատկերը բարձ լինի։ Քիչ անց այստեղ նաեւ ջրի հատակը կնկարվի։ Բերել են տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս ամբողջ խորությունը ցույց տալու եւ նավակով մտնելու են ջուրը, որպեսզի ցույց տան թե ինչ կա հատակում։